Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 40-ամյա Իշխան Երանոսյանի կյանքը մազից է կախված։ Նրա օգնության կանչը հեռուստադիտողին անտարբեր չթողեց։ Մեր նախորդ թողարկման հերոսը, ով երիկամային անբավարարություն ունի, ճարահատ դիմել էր հանրությանը դուրս գալու ծանր վիճակից, լուծելու առողջական խնդիրների հարցը։ Նրան բժիշկները նշանակել են երիկամի անհապաղ փոխպատվաստում։ Շկաշուտ ոտի կագնին, համ հանցի լավ, համ իրանց լավ։ Մեր նախորդ այցի ընթացքում ընտանիքի անդամները շվարած պատմում էին իրենց միակ աշխատող ձեռքի Իշխանի առողջական խնդիրների, կենցաղային անմխիթար պայմանների ու անհաղթահարելի դժվարությունների մասին։ Այս ընտանիքի ցավալի պատմության հետքերով կրկին հեռավոր Հառիջ գնացինք, այս անգամ տանելով մեզ հետ հույսը, հավատը, որ գթասրտությունը շարունակում է մնալ բարձր արժեք, որ իրենց ցավը կիսող բարի մարդիկ էլ կան։ Ամենամեծ ուրախությունը Իշխանի վիրահատության գումարի հարցը լուծելն է, հեռուստադիտողների արձագանքը չուշացավ, Իշխանին օգնել ցանկացողները բազմաթիվ էին։ Ընտանիքի հոր երջանկությանը չափ չկար, քանի որ հավաքված գումարը կազմել էր 1.3 միլիոն դրամ։ Իշխանն այդ գումարով կվիրահատվի։ Ես երջանիկ եմ, որ կողքիս են էլ ժողովուրդը։ Ինչս եմ տարա 3 տոնորիս դոկումենտյան երեցի, հաստատեցի, երկուսվանից գնում եմ, որ անալիզները հանձնեմ, փոխպատվաստման կպատրաստվին։ Մենք զանգերը շատ են, ահավոր զանգեր, զանգի հետևից մենք դաժե չենք կարող հասցնել, որ զանգերին պատասխանենք։ Ես շատ շնորհակալ եմ զանգողներից էլ ու փող գումար ուղարկողներից էլ, որ այս օրվա օրով իմ տղայից կողքի հետ կանգնած են։ Արդեն 1 միլիոն գումար նստել է քարտին։ Ուրախ ենք, արդեն կարող ենք սկսել անալիզները, սաղից շատ գոհ ենք։ Պարզվում է, մեր նկարահանող խմբին երեխաները մեծ անհամբերությամբ էին սպասել, մեծ ոգևորությամբ դիմավորեցին ու անհամբերությամբ իրար հրճ տալով տուն էին տանում մեր հովանավորների նվերները։ Տունը, որտեղ բնակվում են Երանոսյանները, մեղմ ասած նախանձելի չէ, ուստի նախ կահավորանքի հարցը լուծվեց։ Առաջին արձագանքողներից էր մեկ կահույքի խանութ սրահը, որն առաջարկում է ժամանակակից եւ որակյալ կահույքի լայն տեսականի, նախատեսված տան տարբեր հատվածների համար։ Ընկերությունն իր որակյալ ընտրանուց մահճակալներ, պահարան, սենյակին անհրաժեշտ կահավորանք էր ուղարկել երկու աղջիկներին։ Նրանք չէին թաքցնում ուրախությունը, չէին էլ պատկերացնի, որ մի օր իրենք էլ կունենան այս հարմարավետությունը։ Նեսը մեր մոտը վիքներ, փոքրս 10 տարեկանը դիվանը վրին վիքներ, իրանց կառավատն ունեցան, կարող են իրանք առանձին։ Ես պահարան չունեմ եւ ունեցա։ Տունը նոր շունչ ստացավ նաև բազմոց գրուպ ընկերության շնորհիվ։ Եվրոպական ստանդարտներին համապատասխանող մեծ ու հարմարավետ բազմոցը դարձավ Սաթիկ տատի ամենասիրելի նվերը։ Այսօր նրա աչքերում միայն երախտագիտություն ու թեթևացած ժպիտ էր։ Շատ շնորհակալ եմ, որ երեխաների, իմ թորնիկներիս համար բերել են կառավատներ են բերել, դիվաններ են բերել, կռիսլո են բերել, որ իմ թորնիկներս ուրախանան, իրանց միակ երջանկությունը թողես բաներով կատարվի։ Տան կահույքը լրացնելու ձեռնարկին միացել էր նաև Արգավան ԴՄ, ուղարկելով նորաոճ բասկաթոռ։ Մեր նոր գործընկեր Իսաջանյան դեն կլինիկայի սրտացավ տնօրինությունը պատրաստակամություն հայտնեց ընտանիքի անդամների ատամները բուժել լիովին անվճար։ Շատ ուրախ ենք, որ կողքիս են ու կողքիս եք եղնին, չեմ եք հասկացել, չեմ էլ դաժե այդ մասին ուզեմ մտածեմ։ Հեռախոսներով տղաներին ուրախացրեց Mobile Center բջջային խանութ սրահի տնօրինությունը, Մարտինն ու Սարգիսը շատ ոգևորված էին։ Շնորհակալ եմ հեռախոսների համար, ես արդեն գրքերը բացեմ QR կոդերով, արդեն գրքերը QR կոդով է։ Նախորդ անգամ պատմել էինք, որ տղաները հոր դեղերը գնելու համար ստիպված բացակայում են դասերից ու արմավիրում քաղաքանանում։ Edit Print հրատարակչությունը ձեռք մեկնեց երեխաներին գրքեր ուղարկելով։ Մարտինն ու Սարգիսն էլ մեզ խոստացան, կլրացնեն կրթական բացը։ Շնորհակալություն գրքերի համար, ես արդեն կկարդամ գրքեր։ Տան հարսը քնարիկը մեծ ուրախությամբ ընդունեց տնտեսական ապրանքներ արտադրող Mr. Gin ընկերության ուղարկած մաքրող միջոցների հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարը։ Ընկերությունն ընտանիքին նաև ֆինանսապես օգնեց։ Տոնական տրամադրությունը լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերության քաղցրահամ տեսականին, ուղարկել էր թխվածքաբլիթների լայն ու հարուստ տեսականի, որը տոնական տրամադրություն պարգևեց ընտանիքի անդամներին։ Երեխաների քաղցրի պահանջը լրացրեց նաև Տավուշ Sweet ընկերությունը, ուղարկելով իր լայն ու հարուստ տեսականուց։ Իրան դեմքին թող երջանկություն ժպիտներ եղնի, ես ոչ մի բան չեմ ուզել։
Արզնի հոլդինգի ղեկավարությունն էլ ուղարկել էր կատնամթերք, ընտանիքին ցուցաբերած աջակցությունը նաև դրամական էր։ Իշխանի կյանքի պատմությունը լսելուն պես շտապել էին օգնել մեր բարերարները, Ֆրանսիայում ու Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը ինչպես միշտ պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել այս ընտանիքին։ Պարտքերի բեռից ազատվելուն են իրենց ֆինանսական աջակցությամբ նպաստել Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Էկոկոմֆորտ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Մենք ինքան երջանիկ եղանք, որ իմ երջանկության սոր ես որպես ծնող չափ չկարել ընձի, թե ինչքան ուրախացա։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր օգնեցին ինձ ապային։ Ես չէի մտածել, որ պես պիտի այդքան փող հավաքվեր, բայց թե ապրիկ շատ։ Սննդամթերքի խնդիրը լուծեցին մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը բացի սեփական արտադրանքի խմորիչներից, սփրեդից ու յուղերից իր նոր տեսականուց էլ մայոնեզ ու կետչուպ էր ուղարկել։ Շուկայում հայտնի ու մեծ ճանաչում ունեցող Նարինե Մածուն ընկերությունն ուղարկել էր իր բազմազան համային տեսականուց, մրգային տարբեր համերի, որոնք դիետիկ են ու պատրաստված անարատ կաթից։ Շատ ուրախ եմ, որ իմ տղայիս օգնեցին։ Ես հիմա ինքան ուրախ ու երջանիկ ես ինձ կզգամ, որ իմ տղաս այդ դժվար բաները կհաղթահարի։ Սննդի պաշար էլ Իջևանի գինու կոնյակի գործարաններ ուղարկել, համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների, կոմպոտների մեծ տեսականի։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկան ապահովեց ընտանիքի սննդամթերքի պաշարը։ Սառեցված մսամթերքը, հավի կոտլետները, նրբերշիկներն ու ձողիկները անձամբ էին բերել ընկերության ներկայացուցիչները։ Տիկին Սաթիկ, Արաքս թռչնաֆաբրիկան տեսնելով ձեր դժվարությունները, փորձեց մի փոքր հոգսակից լինել ձեզ, ուղարկելով կիսաֆաբրիկատների լավ համեղ տեսականի եւ սառեցված մսատեսականին հավամթերքից։ Մաղթում ենք ձեզ առողջություն եւ բարեկեցություն։ Աջակցեցիք այս նեղ պահին իմ ընտանիքիս մեր կողքին կանգնելու համար, ես շատ շնորհակալ եմ։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը այս բոլոր նվերները ապահով տեղ հասցնելու համար։ Սաթիկ տատը խոստովանում է, շատ դռներ է թակել, բայց նման արձագանք երբեք չի ստացել։ Հիմա հեռախոսազանգերին պատասխանել չեն հասցնում ու ուրախության արդյունքն աչքին հաստատում է, ձեր այցից հետո որդուս կյանքը փրկվեց։ Աստծուց եմ շատ հավատում, որ իմ տղայիս փրկությունը 100%, միլիոն տոկոս իրան փրկություն կա։ Ժողովուրդ ջան, պրծա այս ամեն ինչից փող պատվաստվա, էլի ես բնական իմ հունիս, իմ գործից, իմ աշխատանքից, դա ես աշխատող մարդ եմ, չեմ կրա, հեմի օր նստած եմ սիրտս կտրակի օր, ես չեմ կրա հեշ մի բան եմ իմ ընտանիքիս օգնել, իմ ընտանիքս ընցիկ օգնել, փոխանակ ես օգնելու, իրանք ընցիկ օգնել։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։